Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին կզրուցենք վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո Սաթենիկ։ Բարի երեկո Սաթենիկ։ Այսօր հայտնի է դարձել, որ Իրանը փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ մասնակիորեն բացել է նաեւ իր օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար։ Արդյոք Թեհրանը բավարար անվտանգային երաշխիքներ ունի։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի արևելյան հատվածով անցնող օդային ուղիները վերաբացվել են առավոտյան ժամը 7-ին։ Ծովինար, այս պահին Իրանում տեղի են ունենում արտաքին եւ ներքին թռիչքներ, որոշ օդանավականներ սկսել են իրենց աշխատանքները, սակայն վստահ են, որ չեն կորցնում զգոնությունը, քանզի ամեն պահ կարող է իրավիճակը փոխվել, հաշվի առնելով իրավիճակի փոխրուն լինելու փաստն ու անվտանգության երաշխիքների բացակայությունը։ Սաթենիկ, իսկ ինչ սպասել բանակցությունների հաջորդ փուլից եւ արդյոք այն տեղի է ունենալու մանավանդ, որ իրավիճակը կարծես նորից լարվում է Հորմուզում երթևեկության կասեցման հետ կապված։ Չի շտապի պնդումներ անել, սակայն բանակցությունների հաջորդ փուլի մասին իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ կլինի երկուշաբթի, մինչդեռ Թրամփը խոսում է չորեքշաբթիի մասին։ Կարևորն այն է, որ բանակցությունների սկսելուց առաջ Միացյալ Նահանգները նոր հարձակում չսկսի Իրանի դեմ։ Չի բացառվում, որ երկրորդ փուլից հետո էլ Վաշինգտոնը տարածաշրջանում իր ամերիկյան ռազմական հրամանատարությանը Իրանի դեմ հարձակման նոր հրահանգ տա։ Հետաքրքիր է, որ բանակցությունների արդյունքների վրա մեծ է Նեթանյահուի, այսպես ասած, կարծիքները, այո, ազդեցությունը։ Իդեպ այս մասին հետաքրքիր վերլուծություն էր արել Միացյալ Նահանգներում եւ Իրանում հեղինակություն ունեցող քաղաքական վերլուծաբան Մոհամմադ Մարանդին, ում խոսքից պարզ է դառնում, որ բանակցությունների ընթացքում Վենսը, որը չուներ մանդատ, փաստորեն անընդհատ հեռախոսազրույց էր ունենում Վաշինգտոնի պաշտոնյաների հետ, այդ թվում նաեւ Նեթանյահուի հետ։ Հետաքրքիր է, որ Ղալիբաֆը, որը մանդատ ուներ բանակցություններում, մինչև բանակցություններն էր զրուցել Մոջթաբա Խամենեի հետ եւ բանակցությունների ողջ ընթացքում չի զանգահարել Թեհրան։ Իսկ AP լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կողմերը սկզբունքային համաձայնություն ունեն, ինչքան հնարավոր է երկարաձգել հրադադարը, գուցե դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու։ Սակայն ակնհայտորեն բանակցային սեղանի շուրջ ավելացել են Լիբանանի հրադադարի թեման եւ Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը, որոնք մինչ այդ չեն եղել։ Եվ բացի միջուկային ծրագրի շուրջ կողմերի միջև եղած տարաձայնություններից, սրանք եւս համարվել են խնդիր հարուցող թեմաներ։ Իրանցի վերլուծաբանները նշում են, որ Վաշինգտոնում իսրայելական լոբին է ազդում որոշումների վրա եւ այդ է պատճառը, որ նրանք բանակցությունների նախորդ փուլից մեծ սպասելիքներ չունեին եւ ակնհայտորեն այս անգամ էլ ակնկալիքները լուրջ չեն, հաշվի առնելով Թրամփի փոփոխական եւ անկանխատեսելի հայտարարությունները։ Կարևոր է այստեղ նկատել Պակիստանի գործողությունները։ Իսլամաբադում կարծեք թե ջանք չեն խնայում լարվածությունը թույլատնելու եւ այս գործում հաջողության հասնելու համար։ Նույնիսկ Պակիստանի վարչապետը բարձր էր գնահատել Թրամփի ջանքերը Լիբանանում հրադադարի հաստատման համար։ Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա Պակիստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև հանդիպում, որից հետո հավանաբար կհայտարարվի հաջորդ հանդիպման մասին։ Սակայն դիվանագիտությանը զուգահեռ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում 6000 զինվորականով ավելացրել է իր ռազմական անձնակազմի թիվը եւ դեռ պատրաստվում է 4200-ով էլ ավելացնել այդ թիվը։ Պատերազմի ընթացքում 50000 զինվորական է ներգրավված եղել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Իդեպ ամերիկյան Ջորջ Բուշ ավիակիրն է մոտենում եւ միանում, այսպես ասած, Աբրահամ Լինկոլն եւ Ջերար Ֆորդ ավիակիրներին։ Մինչև նույնիսկ վերլուծություններ են ցույց տալիս, որ այս ընթացքում Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմի վրա ծախսել է 28 միլիարդ դոլար։ Սաթենիկ, այսինքն բանակցությունների մասին խոսակցություններին զուգահեռ նաև Միացյալ Նահանգները ակնհայտորեն ուժ է հավաքում ինչ-որ գործողությունների համար եւ Իրանում դա գիտեն։
Այո, ակնհայտորեն գիտակցում են, որ պետք չէ այսպես ասած հույս դնել միայն հայտարարությունների վրա եւ ռազմական տեղաշարժը խոսում է փաստորեն այլ նպատակների եւ ծրագրերի մասին։ Իդեպ այս առումով հետաքրքիր է, որ այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերի հրամանատարներից մեկը խոսել էր Հորմուզի նեղուցի մասին եւ ներկայացրել, որ պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի այլընտրանքային միջանցք է սահմանվել Լարա կղզու հյուսիսը, մինչդեռ հրադադարի պայմաններում, երբ նավերի թիվը աճել է, Լարա կղզու հյուսիսը օգտագործել են միայն մուտքերի համար, իսկ հարավը ելքերի համար։ Մինչդեռ ամբողջ պատերազմի ընթացքում միայն հյուսիսն էր օգտագործում եւ ելքերի եւ մուտքերի համար։ Եվ մեկ կարևոր նորություն, թեպետ կարծում եմ սպասելի էր, եւ Իրանում եւ Իսրայելում խոսում են լրտեսական ցանցերի մասին։ Իդեպ լրտեսական ցանցերի հայտնաբերման մասին, այո։ Լրատվական գործակալություններն են հայտում։ Իդեպ այսօր Իրանում նշում են ազգային բանակի օրը եւ Մոջթաբա Խամենեին այդ առիթով շնորհավորական ուղերձ էր հղել։ Սաթենիկ է վերջում վերադառնալով Հորմուզին հիմա փակ է։ Այս պահին փաստորեն փակ է, որոշ նավեր կարող են անցնել իրանական կողմի թույլտվությամբ ըստ որոշ հայտարարությունների։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, զրուցում էի Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։